Վիսկա, Բարսայի վիսկա կատանասուց դե ես գոնի մենք այսօր կնկարենք վիդեո։ Այսօր մենք կքննարկենք Բարսելոնա, Ատլետիկո Մադրիդ, Կոպա դել Ռեյի պոլուֆինալի երկրորդ խաղը։ Առաջին խաղը 4-4 խելայի խաղեր, իսկ այս մեկը ավարտվեց 1-0 օգուտ Բարսելոնային։ Կքննարկենք խաղը, կասենք թե ով է լավ խաղում, ով է վատ խաղում, Սորլոտը մտավ, Տորմոզը, ջոգակ էլի։ Այսօր ստարտովի սաստավ մտել էր Ֆերմին Լոպեզը եւ Ֆերան Տորեսը, ովքեր основной չեն։ Вообще ոնց հասկանում ենք, պիտի Գավին Ֆերմին Լոպեզի տեղը լիներ, բայց քանի որ Գավին այս ծնկի մեջ ցավ էր զգացել, դրա համար մտավ Ֆերմին Լոպեզը, որպեսզի Գավին ասպաշային տրավմա ստանար։ Դրա համար խաղաց Ֆերմին Լոպեզը, իսկ Ֆերան Տորեսը ինքը կուպկովի խաղացող է, դրա համար ինքը լիք խաղաց։ Ուրիշ ինչ-որ տես նորություն չկար, մեկ է Պաու Կուբարսին է հետ եկել տրավմայից։ Առաջին թայմի ամենասկզբում դες առաջին 2 րոպեում, քանի որ Ատլետիկոն էր գնդակը խաղարկել, գնդակի Ատլետիկոյի մոտ էր։ Դրա համար Բարսան չկարողացավ սկզբի մասը խաղալ, բայց հետո դες 2 րոպե հետո գնդակը վերցեցին ու արդեն առաջին թայմը ամբողջությամբ Բարսան էր խաղում, դա արդեն ես ուրիշ բան չունեմ ասելու, պրոստը այն ինչ ունեին անելու Ատլետիկոյի խաղացողները, դա պրոստը ֆոլեր անել, պասեր տալ իրար, ծուր պասեր տալ, ու всё։ Առաջին գոլը ու վերջին գոլը եկավ նայած, որ պաս է գալի Ռաֆինյային, արդեն չեմ հիշում։ Պաս է գալի Ռաֆինյան գեղեցիկ պասով, կտրող պասով տալիս է Յամալչիկին, կոնֆետեշկա կարիդորով տալիս է պասը Ֆերան Տորմոզին, Տորմոզն էս հազի ոտը հասավ կապա, պետք է երկևից կատակ եմ անում, ինքը մալաչինկա, գոլ խփեց, ասես կայնեց։ Ինչ ճիշտն ասեմ, չգիտեմ խի բոլորը ասում են, որ Ֆերմին Լոպեզը վատ է խաղում, բայց իմ կարծիքով ինքը քանի որ ցավնիկ է, իր համար ինքը գնում էր, նույնիսկ հետ էր գնում, գնդակներ խլում, պրեսինգ էր անում, вообще իմ կարծիքով շատ լավ խաղ անցկացրեց։ Իհարկե իր ամենալավ խաղը չէր, բայց նորմալ էր։ Գոլից հետո էլի նույն ձևի շարունակեց խաղը, տենց եսի մի բան չեղավ։ Անցնենք երկրորդ խաղակեսին։ Երկրորդ խաղակեսը տենց իրական շատ բան չէ տարբերվում, առաջին 20 րոպեում էլի Բարսան հարցակում էր, բայց արդեն Ատլետիկոն էս կասես մի բան անել, որտեղ Սորլոտը մտավ, դե էլի ինչ որ բոմբեր մտան, չգիտեմ։ 6 րոպեի խաղի Ռաֆինյայի մոտ է գնդակը գալի, Ասպիլիկուետան խփում է Ռաֆինյայի գալի, ասած բաց ֆոտքով հետևից ու սուդյան դերին քարտը տալի է ռեֆերին։ Իրական սպորնի մոմենտ է, որտեղ եթե դա օրինակի համար առաջին թայմի վերջում կամ երկրորդ թայմի սկիզբ կամ вообще վերջում, պետք է կարմիր քարտ պիտի լիներ, բայց քանի որ 6 րոպեն է ստում սուդյան ճիշտ արել, որ խաղը միանգամից չի կոդրել, դրա համար նորմալ է սա։ Ես չեմ կարծում, որտեղ կարմիր քարտի խաղ կար, բայց առաջին 6 րոպեին կարմիր քարտի ցուցել եկեք ռեալիստ լինել, չի կա այդպես խաղ սպանել։ Բարոք փերով անցան ֆինալ։ Հիմա պետք չի մտածել Էլ Կլասիկոյի մասին ֆինալում, որտեղ հələ լիգ խաղեր կա մինչև այս խաղ, պետք է մտածել ինչպես չպարտվել, որտեղ հիմա Լա Լիգայում ամեն կորսած աճուկը դա կարելի ասել հավասարում ենք Ռեալի հետ։ Հիմա արդեն ամսի 9-ին կայսա Չեմպիոններ լիգայի 1/4 ֆինալը, որ էլի իսկականից շատ կարևոր է։ Ու մի հատ է վատնություն Ռեալ Մադրիդ Բարսելոնա ֆինալը, Կոպա դել Ռեյ լինելու է պոլուֆինալներից առաջ։ Ես չեմ ասում, որ Բարսան արդեն անցել է պոլուֆինալ, բայց շանսեր ունի, այսինքն կարանեն ցելի, որ Բարսան Ռեալի հետ խաղից հետո գնա օրինակի համար կամ Բավարիա կամ Ինտեր դեմ խաղա, ու այդ իսկականից տանջանք լինելու, բայց փառքաստո գոնե այդ խաղերի մեջ Վալեդալիդի դեմ են խաղալու, դե կարան տղեկում չհանգստանան, դե Վալեդալիդ աղբոպես։ Այսքանը ապրեն տղեկը, լավ խաղացին, որ գրեցինք, ձեզանալ լավ բաներ չմոռացեք լայք դնել եւ բաժանորդագրվել, պակա։